Հեծ ժամանակավոր կառավարիչ ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը ինչու ընկերությունում համակարգային փոփոխություն չի արել, եթե նախկին կառավարումն այդքան վատն էր եւ դրա հետևանքով համակարգային խախտումներ են եղել։ Իրենք կառավարում են մեր ձևով, չունեն իրենց ձևը, կառավարում են մեր ձևով։ Հեծ նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը չի բացառում խախտումները, աշխատող օրգանիզմ է, պնդում է, լուրջ խախտումներ են եղել նաև վերջին 4 ամսում, երբ բաշխիչ ցանցերը կառավարում է իշխող ուժի ներկայացուցիչը շատ մեծ իրավասություններով։ Կառավարիչ ունենալով իշխանական, այսպես չեք պատկերացնի ինչ լծակների հետ իրապետում է սպայն։ Քարտ բլանշը 100%-անոց է։ Անկամ այդ դեպքում ես այսօր կբացահայտեմ կոնկրետ մի փաստ շատերը կան, որ իրենց օրոք կոծկվել է, այսպես ասած, շատ լուրջ հավելագրման դեպք։ Ուղղակի կոծկվել է։ Հիմա այդ լծակներ ունենալով, եթե դուք չեք կարողանում պայքարել, ապա ոնց եք պատկերացնում մեզանից պահանջել 100% ճշտություն։ Միֆ է, թե հեծում համատարած խախտումներ են եղել, պնդում է Ղազենյանը ու վստահեցնում, նախօրեի քննարկումը պայթեցրել է այդ միֆը։ Երեք դուք տեսաք, որ հարց ու պատասխանի ժամանակ կոտրվեց ամբողջությամբ համակարգվածություն։ Ըստ Ղազենյանի 171 էջանոց վարույթի եզրափակիչ մասում է գրված, թե իբր խախտումները համակարգային են։ Մինչդեռ եթե կարդաք վարույթի առաջին էջերը, կպարզվի, որ միայն մեկ ցանցում է հավելագրում եղել։ Հեծի նախկին տնօրենը դիտավորություն է տեսնում այստեղ։ Երբ որ հարցը բացում ենք, հանձնաժողովի աշխատակազմը ասում է, դե 171 էջի սկզբում գրել էինք, որ արտաշատ ցանցում է միայն։ Բայց մեր ժողովուրդը բնականաբար կարդում է եզրափակիչ մասը։ Այսինքն բնականաբար դա դիտավորություն է, ստուգումներ են արել շատ տեղերում, որտեղ եղել է խնդիր ներկայացրել են, որտեղ չի եղել խնդիր ուղղակի չեն ներկայացրել։ Ղազենյանը եւս մեկ խախտում է նշում։ Բաժանորդի հաշվիչը չի աշխատել, հոսանքի ծախսը մոտավոր են հաշվել։ Սա նույնպես Ռոմանոս Պետրոսյանի օրոք է եղել։ Պատկերացրեք Ղազենյան Դավիթը բերում էր ինչ-որ մի հատ հանձնաժողով մի հատ գործ, ասում էր հաշվիչը չի կարդում, բայց ես կարծում եմ միջինացված հաշվարկով այս բաժանորդի վրա այսքան պետքա դրվի։ Ախր միանգամից վարույթ տուգանք չգիտեմ եւ այլ։ Ինչ ա եղել իրականում։ Իրականում իրենք ասեցին, ես այլ ինֆորմացիա ունեմ, ելույթում ձեզ կտամ, որ այդ հաշվիչներից չասեմ, էլի մի քիչ այսպես ինտրիգային թողենք, բայց ներողություն, այն որ իրենք կատարել են միջինացված հաշվարկ, դա շատ մեղմ ասած սխալ է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարույթ հարուցել Տաշիր կապիտալի դեմ։ 9 խախտման մասին է հայտնել նախարարությունը, սակայն առնվազն 7 խախտում չի հաստատվել, պնդում են փաստաբանները։ Վարույթի հարուցման հիմքերում վերանալու դեպքում ինչի վարչական վարույթը չի կարճվել։ Ըստ փաստաբան Արամ Օրբելյանի, վարույթ հարուցած կարգավորիչ հանձնաժողովը պարտավոր է արձանագրել, որ խախտումների մասին տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկությունների մեծ մասը չի հաստատվել։ Վարչական վարույթի մասին օրենքի համաձայն պարտավոր են վարչական մարմինները վարույթ հարուցելու դեպքում արձանագրել խախտումների բացակայություն։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչները չեն բացառում վկաներին լսելու անհրաժեշտությունը։ 171 էջանոց գործում բազմաթիվ անուններ կան, որոնց ասածներն են իբր ջրի երես հանել խախտումները։ Միայն թե այդ մարդկանց ներկայացված տեղեկանքներում որևէ ստորագրություն չկա։ Ղազենյանը հարցնում է հանձնաժողովին, հետաքրքիր չէ, թե այդ տեղեկանքները ինչ ճանապարհով են ձեռք բերվել։ Արդյոք հետաքրքիր չի, որ անվտանգության տնօրենությունը կատարում է ծառայական քննություն եւ անվտանգության տնօրենի այսպես ստորագրությունը չկա գլխավոր տնօրենին ուղղված տեղեկանքի մեջ։ Այսօր ՀՑԿՀ իրավաբանական ու դատական սպասարկման բաժնի պետ Անուշիկ Աղինյանն է հիմնականում պատասխանել Տաշիր կապիտալի ներկայացուցիչների հարցերին։ Փաստաբանների հարցերից պարզվել է, որ նա հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանի հորեղբոր թոռն է։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչները Սերգեյ Աղինյանին բացառք հայտնելու միջնորդություն են ներկայացրել, որը սակայն մերժվել է։ Իդեպ հեծին լիցենզիայից զրկելու հարցի քննությունը ժամանակ առ ժամանակ լարված մթնոլորտում է անցնում։ Այսօր Տաշիր կապիտալի ներկայացուցիչը փորձել է պարզել, թե ինչ են անում ոստիկանները դահլիճում։ Ոստիկանները հանդիսանում են ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ
եւ կարող են մասնակցել դռնբաց նիստին։ Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, իրավապահների կարիքը կա, կարգ են պահպանում, անվտանգություն են ապահովում։ Չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնենք։ Չեմ, մի րոպե, ես եմ որոշում ըստեր 6-րդ անգամ եմ կրկնում։ Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում ոնց եմ անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի դուք եք ստիպում, Հայաստանի Հանրապետության։ Ուրեմն շատի լսեք, դուք հիմա ես լսեք, հարցադրումը չեմ ավարտել։ Ձեր ձայնը չբարձրացնեք մեկ, երկրորդ անդադ կրկնելով, որ ես նիստը վարում եմ, չի ստացվում, որ վարում եք երկուստ։ Մեսրոպ Մեսրոպյանը ոստիկաններին հանձնարարում է դուրս գալ դահլիճից։ Եթե ձեր մեծագույն խնդիրը ոստիկանների դահլիճում գտնվել չգտնվելն է, հարգելի ոստիկաններ, հենց այս վարքյանին խնդրում եմ դահլիճից դուրս սպասեք եւ անհրաժեշտության դեպքում ձեզ կհրավիրենք ներս։ Թերեզա Կադաևչյան, Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Քննարկումը թողած այլ ինչ որ հարցադրումներ մի արեք։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։